Բարի գալուստ այսօրվա հանդիպմանը։ Մենք հավաքվել ենք տարեվերջին։ Սա այն ժամանակն է, երբ ավանդաբար ամփոփում են անցածը եւ նայում ապագա անելիքներին։ 2025 թվականը Հայաստանի համար եղել է հերթական դժվար տարին։ Տնտեսական անորոշություններ, աճող պարտքեր, սոցիալական անարդարություն, օրենքի ոտնահարում, ամոթալի դավաճանություններ, բայց միաժամանակ տարի, երբ մեր հասարակությունը ցույց տվեց իր կենսունակությունը, մարդիկ շարունակեցին պայքարել, չհաշտվել, պահանջել, մենք գտանք նոր մարդկանց, նոր գաղափարներ, մեր ուժերն աճեցին։ Հենց այս ֆոնի վրա, ընդամենը մի քանի օր հետո, մենք մուտք ենք գործելու Հայաստանի պատմության համար ճակատագրական 2026 թվականը։ Հաջորդ տարի որոշելու է մեր որպես ազգի և պետականության ապագան։ Այսօր խոսենք մեր ձևով ապագայի մասին։ Մենք ցույց կտանք պարզ պատկեր։ Մեր օրակարգը կառուցված է 4 հիմնական առանցքների շուրջ։ 4 այն ուղղություններ, որոնք կորոշեն Հայաստանի ճակատագիրը։ Առաջին, արդարությունը։ Ինչպես վերադարձնել մեր հասարակությանը արդարության զգացումը, երբ արժանիքը ոչ թե քծնանքը կորոշի մարդու ճակատագիրը։ Երկրորդ, բարեկեցությունը։ Ինչպես վերադարձնել Հայաստանը իսկապես բարեկեցիկ երկիր, որտեղ չկա աղքատություն, որտեղ յուրաքանչյուրը տանիք ապահով է իրեն զգում։ Երրորդ, խելամիտ արտաքին քաղաքականությունը։ Ինչպես վերակառուցել մեր հարաբերությունները հարևանների ու գերտերությունների հետ առանց ուրանալու մեր շահերը։ Եվ վերջապես չորրորդ, համերաշխությունը։ Ինչպես վերածնել մեր պառակտված հասարակությունը, դառնալ մի մեծ ընտանիք, իրար հանդեպ սիրով ու փոխադարձ հարգանքով։ Այսօր մենք լսելու ենք Սամվել Կարապետյանին։ Նրա տեսլականը հիմնված է կյանքի փորձի, արված գործերի և այն պատասխանատվության զգացման վրա, որը պետք է ունենար յուրաքանչյուր մարդ, ով պատրաստ է ղեկավարել երկիր։ Նա մեզ ասում է. հերիք է ծնկի իջնել, հերիք է նվաստացնել սեփական ազգին։ Վերջում մի բան էլ ասեմ. Եթե վաղ ընտրում եք մեր հետ միասին ճանապարհ անցնել, իմացեք, մենք պատրաստ ենք ծառայել մեր ժողովրդին, պատրաստ ենք վերականգնել Հայաստանը, պատրաստ ենք վերադարձնել ձեզ հավատը, որ լավ օրը հնարավոր է։ Պահանջեք մեզանից, պահանջեք հաշվետվություն, պահանջեք արդյունք, որովհետև մենք գալիս ենք ձեզ ծառայելու, այլ ոչ թե ձեզ տիրելու։ Երբ մեկ տարի անց նորից կհանդիպենք, ես գիտեմ, որ կտեսնեմ ձեր աչքերում ոչ թե հիասթափություն, այլ կկարդամ, մենք ճիշտ ընտրություն կատարեցինք։ Արդար, բարեկեցիկ, ուժեղ Հայաստան։ Եվ այս խոսքերը ասում եմ ոչ թե որպես կարգախոս, այլ որպես խոստում։ Խնդրում եմ, ուշադիր լսեք, հարցեր տվեք, քննարկեք, որովհետև ապագան, որի մասին այսօր կխոսենք, ձեր ապագան է։